Honorable Prime Minister of 100% խաղաղ է հայ-ադրբեջանական 1000 կիլոմետրանոց սահմանի առնվազն 12.7 կիլոմետրը վստահեցրել է Հայաստանի վարչապետը այսօր սկսված Երևանյան երկխոսություն երկօրյա համաժողովի ժամանակ։ Նա ցուցադրել է Կիրանցի պատը թռչնի թռիչքի բարձրությունից։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատված, սահմանագծված հատվածը ահա այսպիսին է, ունենք հատվածներ սահմանին, որտեղ 100%-անոց խաղաղություն է։ With full 100% peace. Կիրանցում 100%-անոց խաղաղության մասին մենք միայն Հայաստանի իշխանության հավաստիացումներն ենք լսել։ Մուտքը ոչ կիրանցի բնակիչների համար փակ է, լրագրողները միայն անցագրով կարող են մտնել գյուղ։ My belief is Իմ համոզմունքն այն է, որ ի հեճուկս բոլոր փաստարկների, բոլոր սադրանքների եւ այլն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն, եւ դա միանշանակ է ինձ համար։ very definite for me. Միանշանակ չէ Ադրբեջանի վերաբերմունքը խաղաղության գործընթացին։ Սեղանին դրված ամբողջությամբ համաձայնեցված պայմանագիրը ստորագրելու համար Բաքուն պահանջում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբն ու փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Այդ մասին արտասահմանցի գործընկերներին պատմում է Նիկոլ Փաշինյանը, վստահեցնելով, որ խաղաղության պայմանագիրը կփարատի բոլոր մտահոգությունները։ All the concerns that Azerbaijan Ադրբեջանի բարձրացրած խնդիրների լուծումը համաձայնագրի ստորագրումն է, ոչ թե չստորագրումը։ Հնարավոր չէ, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Ադրբեջանի ակնկալիքները չիրականանան։ It is 100% 100%-ով վստահ կարող եք լինել, որ կփարատվեն բոլոր մտահոգությունները։ will be addressed. So for addressing those concerns Հայաստանը հենց հիմա չի լուծարում Մինսկի խումբը, որովհետև մտահոգություն ունի, որ Բաքուն հակամարտությունը կարող է տեղափոխել Հայաստանի տարածք։ Հակառակ դեպքում ինչու է օգտագործում արևմտյան Ադրբեջան արտահայտությունը նկատի ունենալով Հայաստանի տարածքի 60%-ը։ there can't be Western Azerbaijan Չի կարող լինել արևմտյան Ադրբեջան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, ուստի ընդհանուր առմամբ որն է մեր առաջարկն ապագայի համար։ To go ahead. We propose to sign Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը եւ զուգահեռ դիմել ԵԱՀԿ-ին Մինսկի խմբի կառույցները լուծարելու հարցով։ Ես կարծում եմ դա կառուցողական մոտեցում է եւ առաջարկ ունենալ սեղանին երկու փաստաթուղթ եւ ստորագրել դրանք միաժամանակ, նույն պահին, նույն վայրում։ in the same time in the same place. Իսկ ինչ վերաբերում է սահմանադրության փոփոխությանը, Փաշինյանն ասում է, թե պատրաստ է դրան գնալ, եթե համաձայնագիրը ստորագրելուց հետո Հայաստանի բարձր դատարանը որոշի, որ այն հակասում է մեր սահմանադրությանը։ In that case, to be honest, what would be Ես այդ դեպքում կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ այս խաղաղության գործընթացը եւ խաղաղության համաձայնագիրը չպետք է բաց թողնվեն։ this peace Եվ կփորձենք, կհամոզենք մեր հասարակությանը, որ այդ փոփոխությունը արվի տևական եւ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ sustainable and long-lasting peace. Իսկ եթե սահմանադրական դատարանը խնդիրներ չտեսնի, խոչընդոտ չի լինի ազգային ժողովում այն վավերացնելու համար։ We finalized Սեղանին դրված է մնացել տարածաշրջանային ուղիների ապաշրջափակման հայկական առաջարկը։ But unfortunately we see some hesitations. Մենք տեսնում ենք որոշակի վարանողականություն Ադրբեջանի կողմից եւ մենք ակտիվորեն քննարկում ենք հնարավոր լուծումները։ Very actively we are discussing potential solutions. Հայաստանը պատրաստ է իր տարածքով ճանապարհ տալ Ադրբեջանից Նախիջևան, նորից վստահեցրել է Փաշինյանը, ընդգծելով, որ Հայաստանի տարածքում ադրբեջանական բեռնատար գնացքները հսկողություն պետք է անցնեն։ From Azerbaijan to Azerbaijan through territory. Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով, Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով, հարգելով երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ իրավազորությունը։ Sovereignty, territorial integrity, jurisdiction of the countries. Այս առաջարկը պաշտոնական է, այն սեղանին է եւ ցանկացած պահի, երբ Ադրբեջանը կհամաձայնի, մենք պատրաստ ենք սկսել այն իրագործելու փուլը։ Anytime Azerbaijan is agree, we are ready to enter into this stage of implementation. Gives opportunity. Հայաստան արդեն մի քանի տարի է նախապատրաստվում է այդ փուլին, հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, ծրագրեր է իրականացնում, որոնք խաղաղության խաչմերուկի մաս են։ North-South highway.
Օրինակ հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը, որը շատ կարևոր է փոխկապակցվածության առումով, նաև Հայաստանի ենթակառուցվածքների զարգացում է ենթադրում։ Armenian infrastructure. Հայաստանի կառավարությունը վերջին մի քանի տարիների ընթացքում ինտենսիվորեն ներդրումներ է անում Հայաստանի Հանրապետության ենթակառուցվածքների մեջ, բերելով դրանք այնպիսի մակարդակի, որպեսզի դրանք տարածաշրջանային ենթակառուցվածքներին փոխկապակցվելու հնարավորություն ունենան։ Infrastructure to be interconnected to regional infrastructures. Օրեր առաջ Արմեն Գրիգորյանից է Իրանի փոխարտգործնախարարը լսել, որ Հայաստանը դեմ է Զանգեզուրի միջանցքին։ Երևանյան երկխոսության պանելային քննարկումներից մեկի ժամանակ հայտարարել է Սաիդ Խաթիբզադեն, վերահաստատելով Իրանը դեմ է տարածաշրջանում կապերի խզմանը։ Շատ կարևոր է։ Ես ցանկանում եմ շեշտել եւ հստակ ասել. մենք չենք ընդունում որևէ աշխարհագրական փոփոխություն տարածաշրջանում, ինչ էլ որ այն անվանենք, Զանգեզուրի միջանցք կամ մեկ այլ բան։ Մենք աջակցում ենք այն ամենին, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը կպայմանավորվեն իրար հետ, բայց այդ պայմանավորվածությունը պետք է հիմնված լինի միջազգային օրենքի, նորմերի, երկրների ինքնիշխանության եւ ինքնավարության սկզբունքների վրա։ Միջանցքը տարածաշրջանի ապագայում չի տեսնում Թեհրանը, վստահեցրել է Խաթիբզադեն Երևանում։ Լիլիթ Սարգսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Of that war ending to the extent that Russia